Ողջույն բարեկամներ, վերջին օրերին չնայած մեր վատ տրամադրությանը, բայց ես անընդհատ ոնց որ լավ նորություններ ունեմ ձեզ ասելու։ Ու այսօր եւս մեկ լավ նորություն, Եվրոպան սկսել է շատ անակնկալ աշխատել։ Եվ այսպես ես ձեզ հիշեցնեմ, որ վերջի մեկ ամսվա մեջ ինչ նորություններ եղավ Եվրոպայից։ Նախ Ադրբեջանը հայտարարեց ռազմական հանցագործ 2016 թվականի ապրիլյան քաջորդյան պատերազմների դեպքի հետ կապված ճանաչվեց մեղավոր կողմ եւ նա պարտավոր է պատժի իր հանցագործների տարածքում գտնվող ասել է թե իր զինվորականներին եւ այդ հրամանները տվողին։ Դրանից հետո տեղի ունեցավ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման process-ը, կառավարությունը ճանաչեց, Քնեսետը գնաց արձակուրդ։ Դա եկան չի։ Երրորդ process-ը, որ եղավ անմիջապես դրանից հետո, ընդամենը 2 օր առաջ էր, երբ Եվրոխորհրդարանը ճանաչեց Թուրքիային օկուպանտ Կիպրոսի տարածքում։ Հյուսիսային Կիպրոսը ճանաչվեց օկուպացված եւ կոչալեց նրան դուրս գալ։ Այսօր ունենք հաջորդը։ Հաջորդը մենք մեր համար նստած տունը հացը սող կուտեինք, մեկ էլ մեր համար հույն պատգամավորները Խորհրդարանում ուղում են մտցնում, կետ են մտցնում քննարկման մեջ եւ անցնում է դա Գրատիս Գեադի անունով, որը կոչ անում Թուրքիային պատասխանատվություն վերցնել պատմական հանցագործությունների համար, որը տեղի ունեցել Օսմանյան Թուրքիայի տարածքում քրիստոնյաների դեմ եւ կոչ անում նրանց ճանաչել հույների, ասորիների եւ հայերի ցեղասպանությունը եւ մի քայլ էլ առաջ գնում, որ բացի ճանաչելուց բացի նա պարտավոր է կոմպենսացնել այն կորուստները, որոնք կրել են այդ ժողովուրդները ցեղասպանության արդյունքում։ Փաշինյան Նիկոլին թվում էր, թե ինքը մոռացության տալով պատմական գրքերից, չգիտեմ, պետական այցելություններից հանելով ցեղասպանության հուշարձան այցելու պարտադիր լինելու հանգամանքը, այսինքն դա պրոտոկոլային այցելություն էր, որոնք իրականացվում էր, մոռանալով, չխոսալով, չասելով ցեղասպանություն, բա թվում էր, թե ինքը փրկելու է Թուրքիային եւ դեալիտես միանգամից իրար վրա, ինչու արդեն ձայներ է հնչում ու կոնկրետ մեղադրանքներով եւ կոնկրետ պահանջներով։ Երբ որ սկսվեց այդ հարցի քննարկումը Իսրայելում, ասեցին, օպա, այս ինչա կատարվում, ու սա ինչի համար է։ Երբ որ Եվրոխորհուրդը ճանաչեց ընդամենը 2 օր առաջ Թուրքիան օկուպանտ Կիպրոսի տարածքում, ես այդ ժամանակ էր որ ասեցի, հետաքրքիր է ու չգիտեմ ինչի ես այս process-ի հետևում տեսնում եմ Իսրայելի ականջները։ Ու այսօր ավելի խորքային հարված, այն ինչ որ պետք է գար Հայաստանի կառավարությունից, իր վրա վերցրեց Հունաստանը, որը լրիվ պահանջատեր է այդ հարցում։ Լրիվ պահանջատեր է, պետք է ասեմ, նաև որ հունական հասարակության մեջ միշտ այս խնդիրն եղել է, այս խոսակցությունն եղել է։ Ինչու են հայերը աշխարհով մեկ պահանջատեր իրենց ցեղասպանության պահով, հույները լռում են։ Չնայած նրան, որ հույներն էլ մեծ սփյուռք ունեն աշխարհով մեկ փռված, եւ Հունաստանը եւ եվրոպական երկիր է եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Ինչու են փոքրատիվ հայերը ավելի հզոր, ավելի պահանջատեր այս հարցում, քան հսկայական Հունաստանը։ Ու այս կոնֆլիկտը միշտ իրենց մեջ եղել է, ներքին կոնֆլիկտ է եղել։ Եվ միշտ մեղադրվել է հունական կառավարությունը այս հարցի շուրջ այս կառավարական դիրքորոշման համար։ Եվ սենց տեսանք Կիպրոս, Հունաստան, հետաքրքիր է հաջորդ ինչ է լինելու։ Հաջորդ ինչ անելու, սա շատ կարևոր, ինչ ասեմ, իրոք հզոր հարված է Թուրքիային եւ կարծում եմ ոչ միայն Թուրքիային, նաեւ Ադրբեջանին, որովհետեւ հիշեցնեմ, ցեղասպանության մասին խոսակցության վերաբերյալ Ադրբեջանի հիստերիան ուղված Իսրայելին շատ ավելի բարձր էր, քան թուրքականը։ Շատ ավելի բարձր, քան թուրքականը։ Կիպրոսի հետ հայտարարության հետ կապված ձայն չկա, բայց սրա հետ ես վստահ եմ, որ էլի Ադրբեջանը ընկնելու է մեջտեղ
Եվ այստեղ գալու է էթնիկ զտման հարցը։ Էլի, եթե լսում են հրեա ընկերները, խնդրեմ, ինձ թվում է էթնիկ զտման հարցը դեռ իրանք չեն բարձրացնի, բայց կասեն Ադրբեջանին դրա մասին, որ գիտես ինչ, Ալիև, մենք ծրագիր ունենք, որ ծրագրի մասին հիմա մենք խոսենք, Թուրքիան արդեն խոսում է դրա մասին, մենք ծրագիր ունենք Իրանի դեմ հարձակման, եւ դու չես կարող ասել մեզ չէ, որովհետեւ հաջորդիվ դու գնում ես եվրոպական դատարան որպես էթնիկ զտում իրականացնող երկիր։ Ես կարծում եմ նման խոսակցություն կարա լինի, ասենք Նետանյահուի եւ Ալիևի մեջ, կամ ուղղակի կամ ոչ ուղղակի, էական չի, բայց այս հանգամանքը ստիպում է Փաշինյան Նիկոլին մոռանալ այն իլյուզիաների մասին, որ եթե ինքը լռեց ցեղասպանության մասին, աշխարհը մոռանալու է։ Հակառակ ստացվեց ընդհակառակը, աշխարհը ոչ միայն խոսեց հայոց ցեղասպանության մասին, այլ խոսեց նաև ասորիների եւ հույների ցեղասպանության մասին եւ միանգամից եվրոպական պարլամենտում, ամենաբարձր ամբիոնում Եվրոպայի բարձրացվեց դրա ընդունելու պահանջը եւ կոմպենսացման պահանջը։ Մի բան որ հայկական հասարակության մեջ ընդհանրապես չի բարձրացվել այդ հարցը, ընդ որում իրանք են պահանջում մեր փոխարեն, տեսեք, իրանք պահանջում են մեր փոխարեն եւ Հայաստանի կառավարությունը չի կարող ասի մեր անունից դուք մի պահանջեք, ո՞նց կարող է, թող ասի, թող փորձի, ինչ ստացվեց, չեղավ Հայաստանից խոսքը, խոսքն եղավ ավելի հզոր եւ ասեմ ավելի բարձր նշաձողով, քան հնարավոր էր նույնիսկ ակնկալել։ Ես թույլ եմ տալիս մի քիչ առաջ գնամ։ Սևերի պայմանագիր, Բուդրովիցյանի իրավարար վճիռ, ՄԱԿ-ի նախորդող ազգերի լիգայի որոշում Արցախի եւ Ադրբեջանի մասով։ Մի քիչ էլ եմ առաջ գնում, Ղարսի պայմանագրի չեղարկման հարցը արդեն դատարանում է եվրոպական։ Զուգահեռ նաև դե պետք է քննվի Բուդրովիցյանի իրավարար վճիռի հարցը, այսինքն դատարանը այսօր ինքը իրավասու է տալ կարծիք, եթե ոչ որոշում, ապա տալ պրոֆեսիոնալ կարծիք, թե ինչ կարգի փաստաթուղթ է դա, որին կարող է հաջորդել որոշումը, երբ որ արդեն մենք պետություն ունենանք եւ պետությունը ինքը դիմի, ու մենք վաղ թե ուշ ունենալու ենք։ Հիշեք, այս թուրքական կծիկը քանդվելու է։ Իմ ջալոց ես հիշացնեմ, ափսոս ես այդ հոդվածը բաց թողեցի ստեղ, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ, անցած շաբաթ մեջ Ալիևը հայտարարեց, որ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը միասին են գործելու տարածաշրջանում։ Հարց միասին, ում դեմ միասին եւ ինչ հարցերում միասին։ Ես կարծում եմ, այս հարցը շատ-շատերի սրտով չի լինելու։ Ինչքան էլ Փաշինյան Նիկոլը փորձի արհամարել Իրանի զգուշացումները։ Մենք դեռ չգիտենք այս հարցին ինչ դիմադիր կամ ընդդիմադիր ուժեր են լինելու, որ ուղիղ չեն ասի, դուք չեք կարող միանալ։ Չէ, ուղիղ այդ մասին չեն ասի, բայց կքանդեն, ասենք Թուրքիան։ Կասեն դու ցեղասպան ես։ Եվ դու պետք է կոմպենսացնես դեռ ասորիների, հայերի եւ հույների։ Հետաքրքիր է, որ ասորիների թեման էլ մտավ ստեղ։ Կարող այդ կոմպենսացման արդյունքում ասորիները տարածքներ ստանան։ Հա? Ես ոչինչ չեմ բացառում։ Ասեմ, ընդ սեղանին կա Սևերի դաշնավիր։ Ամեն դեպքում առաջ չանցնենք, որովհետև ես թույլ եմ տալի հիմա համարձակ մտագլողներ անել եւ նաեւ հուշել մեր հրեա գործընկերներին ինչ խութեր կան այնտեղ, հա։ Օրինակ Ադրբեջանը քանի պետություններից է բաղկացած պոտենցիալ։ Կան ոչ քիչ քանակով քրդեր եւ ամենամեծ քանակով այնտեղ էթնիկ գրուպը դա թալիշներն են։ Հետո գալիս են ավարները, հետո գալիս են լեզգինները, հսկայական համայնք լեզգինները, կարծեմ ավելի շատ են, քան ադրբեջանցիները նույնիսկ։ Մի խոսքով, եւ այդտենց մի քանի ազգություններ, շատ քիչ քանակությամբ ադրբեջանցիներ։ Տեսեք ինչ հնարավորություններ է բացվում տարածաշրջանում փոփոխությունների համար, բայց իսկ մասան կլինի այն դեպքում, երբ որ հանգարց Ադրբեջանը որոշի մերժի Իսրայելին։ Առայժմ դեռ ձեռ չեն տալիս թվում։
Ադրբեջանի այդ մասով։ Հիմա մյուս ապտակը Փաշինյան Նիկոլին արդեն Եվրոպայի խորհուրդը դատապարտել է Փաշինյան Նիկոլին Լապշինի իրավունքները սահմանափակելու համար, երկու մուտի համար։ Լապշինը հասավ դրան, կեցեց Լապշին։ Եվրոպան ընկել է Ալիև, Էրդողան եւ Նիկոլ Փաշինյան երրակի հետևից։ Ապտակը ապտակի վրա։ Մեկին ռազմական հանցագործ, մյուսին ցեղասպան, օկուպանտ, Փաշինյան Նիկոլն արդեն ճանաչվեց լրագրողի իրավունքները խախտում եւ դատապարտվեց դա։ Իսկ թվում է բավականին ստեղ պոտենցիալ կա։ Եթե մենք ունենայինք ընդդիմություն, ինչերոց ընդդիմություն ասեցիք, լավ է, հիշեցի։ Այս մի բան էլ ասեմ, փաստորեն քննարկվում է այնտեղ, էլի խոսվում է, հեսա կարծան տեքստը։ Եվ այսպես Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում։ Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրեվոյի հետ ուղղված բանավոր հարցում անդրադարձել է հայ-ակվեի ազգային քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը եւ Հայաստանում ժողովրդավարության եւ իրավունքների գերակայության վիճակին։ Պատգամավորը հիշեցրել Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումն այդ իսկ միջազգային մտահոգությունների առիթ էր դարձել։ Նրա գործին անդրադարձել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրոպայի խորհրդարանի խորհրդարական վերաժողովի Freedom House-ը բարձրացնելով կամայական կալանքի քաղաքական ազատությունների մասին սահմանափակման մի խոսքով, հա։ Էլեն Սամինը Բելգիայի կառավարության ուղղել է հետևյալ առանցքային հարցադրումները։ Արդյոք Բելգիան եւ եվրոպական կառույցները հետևում են Ավետիք Չալաբյանի գործին։ Արդյոք Հայաստանի հետ պաշտոնական շփումներում բարձրացում են քաղաքական ազատությունների, ընդդիմության իրավունքների, դատական իշխանության անկախության հարցերը։ Ինչպես է Եվրոպական միությունը համատեղում Հայաստանի հետ համագործակցության խորացումը ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ միջազգային մտահոգությունների հետ։ Կշարունակի արդյոք Բելգիան եւ շրջանակները պաշտպանել Հայաստանում հիմնարար ազատությունների քաղաքական բազմակացություն, անկախ դատական համակարգը։ Եվ սրան զուգահեռ նաեւ ես ուզում եմ հիշեցնել, որ այսպեսի մի բան եղավ շատ հետաքրքիր, ընդամենը մի քանի օր առաջ, երբ ԵԱԿ գլխավոր քարտուղարին են զանգում ռուսները Փաշինյան Նիկոլի անունից խոսում են եկեղեցին քանդելու նոր կրոն մտցնելու մասին եւ հարցնում են իր աջակցության մասին, որտեղ ԵԱԿ գլխավոր քարտուղարը համաձայնությունն է տալիս, որ ինքը պատրաստ է Փաշինյան Նիկոլին աջակցել այս հարցում։ Եվ ես ուզում եմ հայ-ակվեին եւ բոլոր այն կառույցներին, որոնք աշխատում են Եվրոպայի հետ, մի հատ բզել այդ եվրոպական կառույցներին միջև Ուրսուլա ֆոն դեր Լայն եւ ԵԱԿ անդամ մնացած երկրներին։ Արդյոք իրենք տեղյակ են, որ իրենց քարտուղարը, իրենց գլխավոր քարտուղարը աջակցությունը հայտնել նույն Փաշինյան Նիկոլին, որը մեղավոր ճանաչվեց Լապշինի գործով, որը արդեն մտահոգությունները արտահայտել նախկինում արդեն Ավետիք Չալաբյանի հետապնդումներից, իսկ հիմա արդեն կալանավորմանը, հա, նույն Փաշինյան Նիկոլն է։ Արդյոք ինքը մտահոգված չի գլխավոր քարտուղարի աջակցության պատրաստակամությանը Հայաստանում ինչ-որ հակաօրինական քայլերին։ Նույնիսկ եթե Փաշինյան Նիկոլը չէ զանգողը դա ֆեյք է, բայց ո քարտուղարի պատասխանը դա ֆեյք չէր։ Այսինքն դուք չկարողանաք մեղադրանք ուղղել Փաշինյան Նիկոլին, որ ինքը բան ասել, բայց դուք հստակ կարող եք ուղղել մեղադրանք եւ ընդհանրապես քննարկել այս հարցը, ինչ է նշանակում։ Այս ինչ է նշանակում։ Փաստորեն եվրոպական երկրներ ձեր անունից, ձեր քարտուղարը աջակցություն է հայտնում մի այլ երկրում երկրի ղեկավարի կողմից կրոնական կազմակերպության դեմ անօրինական գործողություններին։ Այնպես որ այս հարցերը իսկական ժամանակն է, բզբզել ու քանդել այս ամբողջ համակարգը, որ Եվրոպան հենց ինքը սկսի իր այս թուրք չինովնիկներին մաքրել։ Եվ ես կարծում եմ, եթե process-ը սկսել է սրանց դեմ, սա էլ էս թեմայի մեջ հեշտ կլինի իրականացվել։ Ես ոչ մի խանգարող բան չեմ տեսնում այս ամեն ինչում։ Աշխատել է պետք եւ ես վստահ եմ արդյունքը իրավուշացնել չի տա։
Հիշեցնեմ, որ 88 թվականի հուլիսի 12-ին, ասել թե 3, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու եւ հայկական ԽՍՀ-ին միանալու մասին։ Մի քանի օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը աջակցեց այդ որոշմանը, մինչդեռ Ադրբեջանը մերժեց այն։ Հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ որևէ հանրապետություն իրավասու չէ նման փոփոխություններ անել, երկու որոշումներն էլ հայտարարելով ոչ իրավաչափ, սակայն Արցախի հայերի համար հուլիսի 12-ը մնում է ինքնորոշման խորհրդանիշ։ Այս որոշումը հաջորդում էր 88 թվականի փետրվարի 20-ին ներկայացված պաշտոնական դիմումին, որով լղիմը խնդրում էր փոխանցել Ադրբեջանի կազմից Հայաստանի պահանջը ինքը նոր չէ, սակայն տարիների ընթացքում տարիների աշխատանքի արդյունք է, դա վաղուց էր սկսված, 70-80 թվականներից։ Խաղաղ պահանջինի պատասխան Ադրբեջանը արձագանքեց արյունահեղությամբ 88-ին փետրվարի 27-29 Սումգայիթ, հետո անցավ Բաքու եւ այլն։ Սա իմանալապ է մանավանդ լրագրողներին, որ Փաշինյանի հետ հանկարծ ոչ լեգիտիմ ձայնագող իշխանության զավթած Փաշինյան Նիկոլոց խոսալուց հիշեցնել, որ ԽՍՀՄ օրենսդրական շրջանակներում Արցախը միավորվել է Հայաստանի եւ դու հանցագործ ոչ իրավաչափ ոչ դրա համար իրավունքներ եւ լիազորություններ ունենալով դա հայտարարեց Ադրբեջանի մաս։ Ադրբեջանը շատ լավ հասկանում, որ չկա Նիկոլ, Արցախ Ադրբեջան չի, քանի դեռ այդ սահմանադրությունով չի կարողացել նա ամրագրի Հայաստանում, Հայաստանի սահմանադրությունով։ Դրա համար է ինքը շտապում այդ փոփոխությունները արձանագրել սահմանադրության մեջ։ Իսկ մինչ այդ հայ Մարզիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն եւ դուրս եկավ M20 եւ EA եզրափակիչ։ Ինչ-որ է։ Ընդգծում եմ, հայ Ռազմիկ Եփրեմյանը Մարզիկ հաղթեց ադրբեջանցուն։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ վատ ազգու, որ մենք ասում ենք հաղթեց Թուրքին, ես ասում հաղթեց Թուրքին, որովհետեւ ինքը իրոք հաղթել է Թուրքին։ Չնայած այստեղում ես իհարկե սա մեր մարզիկն է, էլի, որ ասում ենք թուրք, ինքը Ադրբեջանն է ներկայացնում, դա կարող նույնիսկ թուրք էլ չի, կարող թալիշա, լեզգինա, ավարա, ես չգիտեմ ուտե, քուրդա, էլ ինչ ազգային փոքրամասնություններ կան, շատ է։ Այսօր մի ազգային փոքրամասնության մասին էլ լսեցի, ակ կարծեմ։ Առաջին անգամ բացում այդպես ազգային փոքրամասնություն կա։ Դեռ։ Մի խոսքով, մենք հիմա պայմանավորական թուրք ենք ասում, բայց մի օր իմանալու ենք իսկական ինչքան թուրք կա, եւ որ կառանձնացնենք մենակ փոքր պետությունները, չի բացառվում նրանք նաեւ միանան Հայաստանին։ Մենք այն ժամանակ կիմանանք Աբժիրոնյան թերակղզում ինչքան թուրք մնաց։ Էլ ներքին ձայնս ասում եմ, որ թուրքերն էլ խնդրելու են, ասենք որ մտնեն Ալիշի կամ Լեզգին ինքնավար հանրապետություն, որ դուրս գան Ալիևյան ստրկացումից։ Հիշեցնեմ, ադրբեջանցիները Ադրբեջանի տարածքում ապրում են ավելի վատ, քան ասենք, չգիտեմ, ցանկացած կենթանի գոմում։ Բաքուն դուրս ես գալիս, այն էլ դաունթաունը դուրս ես գալիս, դե խայտարակ է, ես ուսումնասիրում եմ, դուք վստահ եղեք, ինձ շատ է հետաքրքիր ընդեղ ներքի խնդիրները, ես գտնում եմ ձայնագրություններ, ես նայում եմ, իրանք մի բան են խոսում, բայց ես ուրիշ բան եմ ընդեղ նայում, վստահ եղեք, շատ ավելի վատ, քան ասենք, չգիտեմ, Հայաստանում, ասենք, այն գոմերում կապած խոշոր եղջերավոր կենդանիներ, նրանք ավելի արժանապատիվ միջավայր ունեն, ավելի լավ են կերակրվում, ավելի լավ են խնամվում, քան ադրբեջանցի շարքային ժողովուրդը Ադրբեջանում։ Այնպես որ այդ երկիրը գոյություն չունի, դա մի հատ fake կառույց է, որը ավազել չի տակը, տիղմա, ասես մատով կապած քանդվում այդ ամեն ինչը։ Մի խոսքով, նորից կրկնեմ, որ այո, հայը հաղթել է Թուրքին եւ սա ուրախանալու եւ նշելու առիթ է։ Իմանալով հանդերձ, որ սա շատ է ցավեցնում Փաշինյան Նիկոլին։ Իսկ հիմա գնանք այն հանգամանքին, թե ինչու առայժմ Իսրայելը չի ճնշի էթնիկ զտումների առումով, բայց այդ մասին անընդհատ կհիշացնի Ալիևին, որովհետև դեռ խնդիր ունի չավարտած։ Լսենք։
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, որ Իլհամ Ալիևը Իսրայելին խոստացել է հնարավորություն ընձեռել ռազմական հարձակում իրականացնել Իրանի դեմ Ադրբեջանի ասել է, ես կասեի ինչ էլ կարա չխոստանել, որովհետև ասեցի, այս արշավը որ գնում է Թուրքիայի դեպի չի կարծում, Ադրբեջանի դեպի չի կարա գնա, այո, դրա դիմաց, որ այդ մասին չխոսվի, խոստացել է։ տարածքից։ Ավելին տեղեկություն կա նաև այն մասին, որ հենց Ադրբեջանն է պատրաստվում ներխուժել Իրան։ Այդ մասին երեկ խոսել է Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին ղեկավարներից մեկը, թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ մանրամասներ կհայտնես։ Թուրք հայտնի զինվորական ծովակալ Ջիհադ Յայջին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հյուսիսից ներխուժում են պատրաստում դեպի Իրան Ադրբեջանի տարածքից։ Նրա տեղեկությունների համաձայն թուրքական հետախուզությունը տեղեկացրել է ադրբեջանցիներին այն մասին, որ Նախիջևանում այդ հայտնի հրթիռը իրականում արձակվել է իբր Իսրայելի կողմից եւ որի նպատակն է եղել հիմք նախապատրաստել որպես պատրվակ, որ Ադրբեջանը կարողանա արդարացնել իր ներխուժումը Իրանի տարածք, այսինքն պատկերացնում եք ինչ հրաշքներ է սպասում, եթե դա իրականանա։ Ես ասում եմ, Իրանի հարցը փակված չի։ Փակված չի։ Ու եթե իրոք նման բանագնում, չնայած եթե արդեն թուրքական բարձրաստիճան գեներալն է խոսում բարձր այդ մասին, ուզում ասի Ադրբեջան, մենք գիտենք, որ քո տարածքը դու տալու ես եւ ինքդ էլ շարունակես ես դա անելու, որովհետեւ շատ ավելի բարդ կլինի, եթե դու դա չանես, դրանից հրաժարվես։ Այսինքն մոտավորապես sense եմ հասկանում ես։ Ալիևը գտնում է նույն կարգավիճակում Իսրայելի նկատմամբ, ինչ Նիկոլ Փաշինյանը Ալիևի նկատմամբ։ Իսկ դեռև կախվածության մեջ։ Չի կարա այս կողմ, այն կողմ գլուխը թեքի։ Ինչ ասում է Ալիևը իրականացնում է Փաշինյան Նիկոլը եւ նույն հարաբերությունները կարծես թե Իսրայել-Ադրբեջան տարածքում, որի մասին բարձր արդեն գոռում է Թուրքիան։ Որովհետև Թուրքիան հեչ պետք չի, որ այս կողմից պատերազմ սկսի Իրանի նկատմամբ, որովհետև եթե ավարտվեց Իրանի հարցը, չնայած դա չի ավարտվի երբեք, բայց եթե ավարտվեց Իրանի հարցը, Թուրքիայի հարցը արդեն դառնում է շատ ավելի իրական, քան հիմա, որովհետև հիմա քան դեռ չի վերացել Իրանի խնդիրը, Թուրքիան երկրորդական է, ինչքան էլ ուզում է Իրան բերեն առաջի պլան։ Եվ ասեմ, ի տարբերություն Իրանի, Թուրքիան խաղալիք պետություն է։ Թուրքիան պրոբլեմատիկ պետություն է, Թուրքիան ոտքից գլուխ պարտքերի մեջ է, ինչքան էլ ուզում է նա ՆԱՏՕ-ի կազմում լինի, ՆԱՏՕ-ի բանակ համարի, բայց վստահ եղեք, ՆԱՏՕ-ից ոչ մի երկիր չի միանալու այդ պատերազմին։ Բացարձակապես։ Ոչ մի բան չկա այնտեղ։ Կճանաչեն տեղում, որ դու օկուպանտ ես, տեղում կճանաչեն, որ դու օկուպանտ ես մտել ես Հյուսիսային Կիպրոս, եթե դու ՆԱՏՕ-ից ոչ մի բան չունես եւ 5-րդ հոդվածը չի աշխատում։ Եվ այս պատերազմի մեջ, այս հակադրության մեջ Թուրքիան կարա քանդվի ուղղակի։ Որտեւ ի տարբերություն Իրանի թուրքական հասարակությունը այդքան տենց միատարր չի։ Այդքան տես նվիրված չի իր երկրին ու կառավարությանը։ Իրանցին իր երկրի համար է կռվում եւ իր շատ լավ գիտի։ Թուրքը դա իր երկիրը չի։ Թուրքը այնտեղ ժամանակավոր արյան վրա եկած ապրող է։ Վստահ եղեք, այնտեղ մշակութային, խորքային իմաստով հսկայական է տարբերությունը։ Եվ թուրքերի կռիվը գիտենք, առաջի կրակոցից ընդդակը բան չի մնալու։ Դրա համար Թուրքիային բացարձակապես պետք չի, որ իրոք Իսրայելը օգտագործի Ադրբեջանի տարածքը Իրանի վրա հարձակվելու համար։ Եվ այս բարձր հայտարարությամբ ինքը ուղղակի զգուշացնում է, որ մենք դա գիտենք։ Շատ հետաքրքիր կլինի, եթե դա իրականանա։ Ոչ միայն Իսրայելն ու Միացյալ Նահանգները Ադրբեջանի տարածքից, այլ հենց Ադրբեջանը իբր նույնպես ներխուժում էր պատրաստում Իրան։ Եվ բարձրաստիճան զինվորականը զգուշացնում է ադրբեջանցիներին, որ այդպիսի քայլ անելը չափազանց բացասական հետևանքներ կունենա, քանի որ արդյունքում միջէթնիկ բախում է լինելու ադրբեջանցիների եւ քրդերի միջև, ովքեր Իրանի հյուսիսը նույնպես հայրենիք են համարում։ Եվ նա հավաստիացնում է, որ քրդական բանվորական կուսակցությունը ոչ միայն կջախջախի ադրբեջանցիներին Իրանի հյուսիսում, այլ նաեւ դրանից հետո կներխուժի հենց Ադրբեջանի Հանրապետության տարածք եւ Ադրբեջանը լրջագույն խնդիրներ կունենա։ Բայց դրա համար եմ ասում, այ ոնց եմ սպասում այդ օրվանը, ոնց եմ սպասում, ինչպես եւ սպասում էի Իրան Իսրայել պատերազմին։ Հիշում եք,
Հունվարից ամեն օր ասում էի, ես գիտեմ, որ այդ պատերազմը սկսվելու է, բայց լավ կլինի միջև մեր ընտրությունները սկսվի ու ավարտվի, որ Նիկոլ Փաշինյանը համվերջ մոռանա այս թրապի ուղու մասին։ Սկսվեց, բայց չավարտվեց։ Հիմա նույն ձևի սպասում եմ սրա, ոնց եմ սպասում։ Նման տեղեկություն են հայտնում նաև թուրքական տարբեր այլ լրատվամիջոցներ։ Մասնավորապես թուրքական Sözcü TV հեռուստաալիքի մեկնաբան Սերդար Ջեբեն հայտարարել է, որ իր էքսկլյուզիվ ունեցած տեղեկությունների համաձայն իսկապես այդպիսի պլան կա, որի համաձայն Ադրբեջանը պետք է պատրաստվում է ներխուժել Իրանի տարածք, եթե համապատասխան իրադարձությունները դրան նպաստեն։ Իսկ ինչպես է թուրքական հասարակությունը վերաբերվում այն մոտեցմանը, որ Ադրբեջանը Իսրայելին համարում է դաշնակից, մինչդեռ Թուրքիան Իսրայելին մեղադրում է թշնամության մեջ։ Հենց այդ հանգամանքը վերջերս Թուրքիայում այսպես լուրջ հակաադրբեջանական տրամադրությունների ալիք է առաջացրել, համենայն դեպս լրատվամիջոցներից դա ակնհայտորեն երևում է։ Վերջերս Թուրքիայում սոցիոլոգիական հարցում էր անցկացվել եւ պարզվում է, որ հարցվածների 20%-ը ադրբեջանցիներին թշնամի են որակել։ Այն դեպքում, երբ Ադրբեջանում երբ սոցհարցումներ են անցկացվում, 95%-ը հարցվածների պնդում են, որ թուրքերը ադրբեջանցիների եղբայրներն են։ Այս ֆոնի վրա խոսել այն մասին այդ Իլհամ Ալիև, Հեյդար Ալիևի հայտնի խոսույթը, երկու պետության մեկ ազգի մասին, այս ֆոնի վրա իհարկե նոր հնչեղություն է ստանում եւ արդեն քչերին է համոզում։ Ես ասեմ սա ինչի մասին է, որ ադրբեջանցիներին շատ են պետք թուրքերը իրենց ինձ զգալու համար։ Թուրքերին ադրբեջանցիները պետք չէ։ Այս տարբերությունը, որ 20% ոչ միայն ասում պետք չի, ասում են դա թշնամի են։ Իսկ ընդ 95% թուրքերին համարում է եղբայրներ, որովհետև դրանց թուրքերը պետք է։ Դեռ առանց թուրքերի պատկերացնեք Ադրբեջանը ինչ կլիներ պատերազմի ժամանակ։ Իրենք էլ են հասկանում, որ իրանք փուչիկ են։ Մենք էլ ենք հասկանում, իրանք էլ գիտեն։ Իրանց հույսը, իրանց հաղթանակը դա պայմանավորված էր թուրքական հատուկ ծառայությունների, թուրքական զենքի, թուրքական հետախուզության, նաև իսրայելական հետախուզության զենքի ինստրուկտորների, նաև ռուսական օգնության զենքերի պայմանավորվածությունների։ Իրանք են հասկանում, որ իրանք մենակ ոնց մի հատ Արցախ չկարողացան։ Մի հատ Արցախ, մի հատ 23 թվականին մի օրվա պատերազմի ժամանակ 1500 զոհ տվեցին։ Այն դեպքում որ Արցախում համարյա դիմադրություն չկար։ Ուղղակի մի մասը մի քանի գյուղ չէր հանձնվում։ Միջև հասկացա, որ զենք տվող չկա, հակառակ ընդհանուր որոշում կա, որ հանձնում են Արցախը։ Իրանք էլ լավ գիտեն իրենց ռեսուրսը։ Թուրքիայում վերջերս բազմաթիվ հակաադրբեջանական ակցիաներ են տեղի ունեցել։ Անցած տարի Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև հակաադրբեջանական բողոքի ցույց էր, հնչում էին կարգախոսներ երկու ազգ, երկու պետություն, մեկ դավաճանություն, այսինքն Իլհամ Ալիևին էին դավաճանության մեջ մեղադրում։ Ադրբեջանական նավթային կորպորացիայի գրասենյակի շենքի առջև էր մեծ բողոքի ցույց, մեղադրում էին ադրբեջանցիներին Իրանին նավթ վաճառելու մեջ, հայտնի է որ Իսրայելին ներողություն նավթ վաճառելու մեջ, հայտնի է որ Իսրայելի նավթի մոտ 40%-ը Ադրբեջանն է մատակարարում, իսկ այնուհետ Իսրայելը այդ նավթը օգտագործում է նաև Իրանի դեմ ռազմական գործողություններ։ Բայց ցերեւ բաց թողեցի մի շատ կարևոր հանգամանք, որ այդ նավթը գազը որ մատակարարվում է, դա անցնում է Թուրքիայով։ Եթե Թուրքիան չուզենա, դա չի մատակարարվի համար։ Ջեյհան նավահանգստում բողոքի ցույց է եղել Ադրբեջանի դեմ, հենց Բաքու-Ջեյհան նավթատարի միջոցով է Ադրբեջանը իր նավթը հասցնում Իսրայելին։ Վերջերս մի շարք հեղինակավոր թուրք մտավորականներ նույնպես հակաադրբեջանական այսպես ելույթներով են հանդես եկել։ Հայտնի հրապարակախոս Աբդուլ Ռահման Դալիփակը ասել է. «Ինչպես մենք կարող ենք ադրբեջանցիների հետ մեկ ժողովուրդ լինել, եթե իսրայելական միակ ռազմաբազան Իսրայելի տարածքից դուրս Ադրբեջանի տարածքում է»։ Հայտնի գեներալ Հալդուն Սոլզմասթյուրքը ասել է, որ Ալիևը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է, ինչ ասեն նրան, դա էլ անելու է։ Պատմաբան ակադեմիկոս Ահմեդ Շիմշիրգիլը ասել է, մեջբերում եմ նրա խոսքերը, Ալիևը այդքան շատ է սիրում սիոնիստական Իսրայելը, որ կարծես բանը ստրկության է հասել, նրա վրա որևէ հույս դնել այլևս չի կարելիս։ Ասեմ խնդիրն ինչու՞ն է, որտեվ Ալիևը հասկանում է, ինքը այլ հենարան չունի, քան սիոնիստական կապերն ու սիոնիստական փողերն են։ Փողերը, որի դիմաց ինքը իր երկիրը բանա դրել, գրավա դրել սիոնիստական բանկերում, սիոնիստական կորպորացիաներում։ Դա երկիր չի, դա մեծ
գազակայանա, գազալցակայանա։ Ինքը գրաված է դեռ։ Ալիևի միակ բանը, որ հետաքրքրում է, իր իշխանության երկարացումն է փողերի հաշվին, եւ այս սիոնիստական կազմակերպությունների միջոցով միջազգային այսպես կոչված հանրությանը եւ դատարանների լրացնելն է։ Եթե ինքը դրանից զսկի ինքը իրան, Թուրքիան իրան չի փրկելու, որովհետեւ մեկն էլ էլի Թուրքիային փրկի։ Ու դա մասին շատ լավ հասկանում է Թուրքիային։ Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Օմեր Գերգելիօղլուն ասել է, որ Ադրբեջանում ընտանեկան կայսրություն է ձևավորել եւ Ալիևը եւ այդ կայսրությունը պահպանելու համար ցանկացած ջանք կգործադրի։ Արդյոք Այսքան բան։ Այդ ցանկացած ջանք ով է թելադրում պայմանները, ով փող ունի, ով տիրապետում է այդ նավթատարներին, ով տիրապետում է նաեւ Ալիևի ռազմական հանցագործ չդառնալու հանգամանքին, ում ձեռքում են գտնվում այն լծակները, որոնք քաշքշելով այսօր արդեն ուրեմն տեսեք Իսրայելի ճանաչում, մի հատ Կիպրոսում օկուպանտի ճանաչում, հաջորդիվ եկավ 3 պահանջ միանգամից Թուրքիայի դեմ։ Սա թուրքական պետությունը քանդելու արագացված ծրագիր եմ ես տեսնում ստեղ։ Չգիտեմ, ով ոնց է տեսնում, ես տեսնում եմ թուրքական պետությունը քանդելու արագացված ծրագիր, որոշումը կայացված է արդեն։ Եվ առաջի ծիծեռնակը հնչեց Իսրայելում։ իսկ Բաքվում ինչպես են վերաբերվում Թուրքիայում իրենց հանդեպ այսպիսի վերաբերմունքի։ Արդեն զայանում են Թուրքիայում այդ հակաադրբեջանական արշավի կապակցությամբ։ Վերջերս Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիևը, ով իդեպ իշխող կուսակցությունն է ներկայացնում, պետական ապագործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ թուրքական լրատվամիջոցները նպատակաուղղված հակաադրբեջանական արշավ են իրականացնում, ավելին ակնարկել է, որ այդ արշավի պատվիրատուները շատ մոտ են երկրի ղեկավար Էրդողանին։ Մասնավորապես ակնարկել է, որ այդ արշավի կազմակերպիչը եւ հովանավորը նախագահ Էրդողանի դստեր ամուսին Բարատ Ալիբայրակն է։ Նա հիշեցրել է, որ Թուրքավազ մեդիա հոլդինգը, որի հիմնադիրն ու սեփականատերը Ալիբայրակն է, ունի մի շարք լրատվամիջոցներ, որոնք ամենաակտիվն են տարածում այդ հակաադրբեջանական խոսույթը եւ այդ արշավը իրականացնում։ Նա նաեւ այդ պատգամավորը նաեւ ակնարկել է, որ այն ժամանակ, երբ Ալիբայրակը Թուրքիայի էներգետիկայի նախարարն էր, նա նույնպես ամեն ինչ անում էր Ադրբեջանին վնաս հասցնելու նպատակով։ Այսպիսով կարծում եմ այս հայտարարությունը իհարկե պատահական չէ եւ այն վկայում է այն մասին, որ արդեն լրջագույն խնդիրներ կան Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում եւ ավելին կարծում եմ դա վկայում է այն մասին, որ լրջագույն խնդիրներ կան նաեւ անձամբ Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հարաբերություններում։ Շատ པարզ է հարաբերությունները։ Ալիևին օթի նման պետք են սիոնիստները, իսրայելցիները։ Թուրքերի համար նրանք սպառնալիք են, թշնամի։ Վերջ։ Ալիևը թքած ունենա Էրդողանի կարծիքի վրա, որովհետև Ալիևի իշխանությունը Էրդողանը չի պահում, պահում է փողը եւ սիոնիստական աջակցությունը։ Էլի սիոնիստական փողը, սիոնիստական աջակցություն։ Ալիևին Էրդողանը պետք էր 44 օրյա պատերազմը հաղթելու համար, ճակերտավոր եմ ասում հաղթելը, ինչքան էլ որ հիմա Էրդողանը գոռա, որ ես այդ ամեն ինչը ես եմ արել, կապ չունի, դու արդեն արել ես եւ այդ ամեն ինչը գտնվում է Ալիևի ձեռքում։ Դու Ալիևին այլևս պետք չես, իրան պետք է իր իշխանությունը եւ դրա համար իր գործիքներն են, հենց սիոնիստները, դու ստե կապ չունես։ Եվ դու ստեղ ընդհանրապես բան որոշող չես Էրդողան։ Դու հիմա կարող ես նստած քո եղունգները կրծել։ Դրա համար Էրդողանի փեսան իրականացնում ես ամբողջ մեդիա արշավը։ Մի խոսքով, այ հիմա եթե պետություն ունենայինք, պատկերացրեք մի ասես իրավիճակ։ Մտնում է մեր պետությունը միջազգային դատարան, ուրեմն այս պահանջով ազգերի լիգա, որտեղ մեր սահմանները որոշված է Ադրբեջանի հետ ազգերի լիգայի որոշմամբ։ Ազգերի լիգայի որոշում, էթնիկ զտում եւ ռազմական հանցագործություններ Ադրբեջանի դեմ պահանջով։ Այսքան։ Ինչ անում Թուրքիան։ Իհարկե իր սրտով չի, բայց ինչ կարանի Թուրքիան։ Ոչ մի բան։ Ինքը կասի, հա, ճիշտ է, սրտովս չի, բայց մյուս կողմից է, մեկը Ադրբեջանը իմ դեմ աշխատող պետությունն է։ Արդյունքում իմ դեմ աշխատող։ Դե ավելավա դա դատարանը որոշի, ես չմտնեմ մի հատ ընդ ապտակ չուտեմ, հա? Քան ես մտնեմ Ադրբեջանին, փրկեմ երկիր, որը որ մի անգամ փրկել եմ արդեն, հենա ինձ փուրն է տալիս էլի սիոնիստների ձեռքով։ Պատկերացնեք ինչ հնարավորություններ կա
եթե իհարկե մենք պետություն ունենայինք։ Գնանք առաջ։ Գանք Հայաստան մեր քաղաքականությունը ներքին։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների տեխնացումներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել։ Հայաստանը ես եմ նախաձեռնության գործընկեր միավորված հայեր կուսակցության ցուցակով ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորները փաստորեն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Ես հիմա ուզում եմ իմանալ ու ոչ միտեղ դա մասին չի խոսվում։ Փաստորեն այս կուսակցությունը մտել էր դաշինք 31 հոգի դուրս է գալիս։ Մենք կարդացինք 161 թե 165 հոգու ինքնաբացարկի մասին նույնպես հետքներ գրել։ Մի հատ ինձ մեկը կարող է ասի, դուրը ծեծի էս բանի ուժեղ Հայաստանի, նա դուրը ծեծեք, ասեք, տղեկ, հաշիվը քանից է։ Ձեր մոտ քանի հոգի մնաց, ինչի հայտարարություն չկա։ Քանի հոգի է մանդատ վերցնում։ Վերջում կարող պարզվի ձեր դաշինքից բան չի մնացել։ Դուք չեք կարող 500 մասնակից ունենալ։ Արդեն այսօրվա թվերով եմ ասում 31 + 160։ Լավ, ասենք 161-ը կամ 165-ը։ 190 ավել մանդատ հրաժարվող կա։ 190-ից ավել։ Դուք քանի հոգի ունեիք ցուցակում։ Մեկ կասեք ձեր մոտ ինչ է կատարվում։ Խնդրում լրագրողն եմ, ես այդ հնարավորությունը չունեմ։ Մի հատ ուժեղ Հայաստանի դուրսեցեք, ասեք կարող է ընդհանուր մի անգամից նամուս ունենաք, ընդհանուր հրաժարվեք եւ լծվեք այն գործին Պարսկաստանի հետ, Եվրոպայի հետ, Թակեր Կարսոնի հետ, մանավանդ այսօր Լինսի Գրեմնա նալերը տնկել։ Չեք ասի ինչ ա եղել։ Գլխավոր սիոնիստը ամենա, ինչ ասեմ, Տրամպի թելաջողը, այս բոլոր պատերազմների հարցում, դրա դիրքորոշումների հարցում մահացել է։ Գիտեք ինչ հիշեցի, բանի Մասերի Մարգարիտայի մեջի նախադասությունը, երբ որ Վոլանդը ասում է, դա человек смертен, но не это самое страшное. Самое страшное, что человек внезапно смертен. Այսինքն այո, մարդը մահկանացու է, բայց դա չի ամենավատը։ Ամենավատը այն է, որ մարդը պատահական միանգամից չնախատեսված է մահանում։ Ստեղ գալիս է ինձ չեմ ուզում գնեմ բաների մեջ, գուշակությունների մեջ, ում ձեռի, ում վրցնի գործն էր Լինսի Գրեմի արագ գնալը, դա կարող է իմանալ, կարող է չիմանալ, դա չի կարևորը։ Գիտեք ինչ հիշեցի։ Մեկ բան կար, փիլիսոփայություն կար, կոչում էր momento mori, որը ստոիցիզմի մեջ էր։ Ասում էր մահվան պահը, որ внезапно смертен любой։ Այսինքն ցանկացած մարդ ինքն չգիտի վաղի հետ ինչա լինելու, էլի։ Եվ ինչու ներկայանում է փիլիսոփայության առանցքը, որ մարդուն ինքը անդադ հիշեցնում է։ Լսի, դու հավերժ չես։ Արդյոք պետք է հիմա քեզ սա այն ինչ որ դու անում ես, եթե դու վաղը կարող ես մահանաս։ Եվ եթե մարդ ամեն օր այդ հարցը իրան տա, արդյոք պետք է հիմա սա, այս ստորությունը, այս սրիկայությունը, այս կեղտոտությունը, այս հանցագործությունը, ինչ որ դու անում ես, եթե վաղը դու կարող ես չլինես, կարող է մի լավ բան անես քո համար։ Այս հարցը, եթե ամեն մի քաղաքական գործիչ, հասարակական մարդ, նույնիսկ նիկոլական իրան տա, ինչ կլինի վաղը, եթե դու չես լինելու, ինչ կանես դու այսօր, եթե վաղը չես լինելու։ Այս փիլիսոփայության ամբողջ առանցքը դրա շուրջն էր։ Եվ կարծում եմ Լինսի Գրեմի մահանալը երիտասարդ ամենացած ծաղկուն հայացքում տանիքում, որ ոչ մի բան չէր հուշում այդ մասին։ Եվ ինչ ցավակցական տողեր է գրել, Թրամփը, որ մահացավ իր ամենամտերիմ, ամենասիրելի սիոնիստը։ Մի խոսքով, ինչ եմ ասում, Փաշինյան Նիկոլ, ես բաներ կա, նույնիսկ այս տղեն ապահովագրված չէր դրանից։ Պատկերացնում ես, ինքը ամենաբարձր վարձատրվող սիոնիստն էր։ Ամենակարևոր մարդը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նետանյահուից հետո։ Ու внезапно։ Դե մտածեք, վաղը ինչ անեք եւ իմաստունի արդյոք ձեր ապրել։ Քանի որ ընտրություններից էինք խոսում, վերադառնանք ընտրությունների թեմայով,
թեմային եւ մի բան լսենք։ Երկու բնակարան Երևանում, բնակելի տուն Ջրվեժում, ինչպես նաև երկու ոչ բնակելի տարածք Մայրաքաղաքում եւ 21 միլիոն 600 հազար դրամ եկամուտ։ Ահա այսպիսի կարողություն է կուտակել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։ Ճանաչում եք այս հրեշին։ Սա Ստյոպիկ Սաֆարյանի քույրն է, որոնք միամիտ դարձան այսքան կարողության տեր, որովհետև իրանք հնարավորություն ունեցան նշանակվել պաշտոնի, որով պետք է ապահովեին Նիկոլ Փաշինյանի պետական հանցագործությունը։ Ահա այսքան արժի։ Սա բանը գրանցված դեռ փողերն է, գրանցված երկու բնակարան, երկու հողատարածք, Ջրվեժում տուն, 21 միլիոն դրամ։ Մարդ, որ 21,000 դրամ չի ունեցել իր գրպանի մեջ, ես sense լավ եմ ճանաչում։ Սանել է նրա աղբորներ։ Sense կարիերա, sense թրիչք։ Այդ լսեք շանակ։ Պաշտոնը ստանձնելուց հետո ըստ Սաֆարյանի 2025 թվականի հայտարարագրի նա 19 միլիոն 600 հազար դրամ աշխատավարձ է ստացել Սահմանադրական դատարանից։ Բանկում հայտարարագրել է 765 հազար դրամ, որը տարվա վերջում կազմել է 1 միլիոն 439 հազար դրամ։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հրահանգել է վերջ տալ կանխիկին, բայց Սեդա Սաֆարյանը հրահանգը չի կատարել եւ որպես կանխիկ գումար ունի 1 միլիոն 500 հազար դրամ։ Իդեպ Սեդա Սաֆարյանն իր բնակարանները գնել է պաշտոնը ստանձնելուց հետո 2022 եւ 2023 թվականներին։ Հիշեցնենք, Սեդա Սաֆարյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի նիստում բացառապես ԿՊԱ-կան պատգամավորների կողմ քվեարկությամբ։ Սաֆարյաններ, Սաֆարյան քույրեր, ձեր հետևից գալու է դատարանը։ Անպայման։ Սա սպառնալիք չի, սա կապրիզ չի։ Այո, Հայաստանում պետության յուրացման, ռազմական հանցագործությունների քողարկման, աջակցման, օրենքների խախտման, կոռուպցիոն գործարքների համար դե կապացուցվի, չեք կիմանանք, չէ՞, մի տարվա մեջ 19 միլիոն աշխատավարձով ոնց է երկու հատ տուն Երևանում, մի հատ Ջրվեժում, երկու հատ էլ ոչ բնակելի հողամաս հողատարածք, էլի Երևանում, սա մենակ գրանցվածն է, մանր մունս ծախսերը չեմ ասում, են էլ ուրիշի անունով գրանցված է, դա մասին չեմ ասում։ Այս պատասխանները պետք է դրվի, չէ՞։ Ճանաչեք։ Հիմա գնանք առաջ։ Հիմա լսենք Անուշին ֆանտաստիկ վերլուծությունը, լսենք մի բան։ Բարև ձեզ, այսօր եթե հաջողվի անելու եմ 3 շարք իրար վրա եւ եթե ուշադիր կլինեք կհետևեք բաց չեք թողնի, որովհետեւ ուզում եմ ասել թե ով է իմ ոգեշնչման աղբյուրը։ Ներկայիս ԿՊԱ-ական քարոզիչները եւ նրանց գրվածքների տակ ծավալվող կոմենտները, որոնցից մեկը առանց անոտալու հիմա կմեջբերեմ։ Ուսանող եմ դիտակից տարիքով եւ այդ մեծամասնությունը այնպիսին են, որ քաղաքականացնում են դասապրոցեսը, սխալ ինֆորմացիա փոխանցում երիտասարդներին։ Հուսանք շարունակական կլինի այս ամենի նկատի ունեն կրթական հիմնարկների մաքրումը, զտումը, մասնավորապես համալսարանների, որովհետև այնտեղ քարոզվում է պսևդո հայրենասիրություն եւ սխալ քաղաքական գնահատականներ։ Մի խոսքով ասում մեկը հույս ունի, որ համալսարանից ընդհանրապես բուհերից կվերացվի բոլոր տեսակի հայրենասիրական քարոզները, դասախոսությունները, թեմաները, որ ես ինչ վիճակ է, ոնց է հայրենասիրություն, մեր ինչին է պետք, երբ որ կա Նիկոլ, երբ որ կա մի հատ, չգիտեմ, sense երևույթ գոյություն չունի, մի հատ Նիկոլ, որ ամեն ինչ պատրաստ է բոլորին տալ իր իշխանության դեմ, դա է ճիշտը, բարոյականություն, հայրենասիրություն, էտում է պետք։ Ու միանգամից իմ վրա իջավ դեժավյուի ալիք։ Ես ասի որտեղ եմ սա տեսել։ Ախր ես ինչ որտեղ սա տեսել եմ, ես ինչ որտեղ դրա մասին կարդացել եմ, բայց երևի ես կարդացել էի մակերեսորեն։ Դրա համար շնորհակալ եմ անգետ մարդկանց, որոնք ավելացնում են իմ գրագիտության քանակը։ Եվ ուրեմն այսպես 40 թվականի Ֆրանսիան Պետենի եւ Հիտլերի միջև կնքվում է համաձայնագիր, ըստ որի
Ֆրանսիան հռչակվում է ուշադրություն խաղաղ process-ի մասնակից, Գերմանիայի մոտավոր դաշնակից, իսկ Պետենը հրահանգ է տալիս իր բոլոր հնարավոր քարոզիչներ, ասեմ, չգիտեմ, պետական ապարատին, որ աշխատեն երկու ուղղությամբ։ Առաջին ուղղությունը հետևյալն է, որ բոլորը ամենտեղ, բոլոր անկյուններում, բոլոր լրատվամիջոցներում պրոիշխանական գոռում են, որ Պետենը դա Ֆրանսիայի փրկիչն է, սավեր, բան եւ այլն de France, եւ հետո իհարկե այն, որ նա վերջապես լուջ եմ ասում, ես չեմ խափում, ես չեմ չափազանցնում, ես վստահ եմ, որ հարյուրավոր մարդ կգնա եւ հիմա կհետազոտի, ընդ որում ոչ լավ մտքով, բայց կհետազոտի եւ կհայտնաբերի, որ պրոիշխանական միջոցներում խոսում են, որ Ֆրանսիան վերջապես ստացավ իր ինքնիշխանությունը։ Նույն վիճակն է, Պետեն ով է Պետենը։ Դա այդ նախագահն էր այդ ժամանակ, երբ որ Գերմանիան գրավեց, ֆաշիստական Գերմանիան գրավեց, եւ Հիտլերը անձամբ գնաց, առանց կրակոց գրավեց, եւ 5 օր ա եղել կարծեմ դիմադրություն ընդամենը, այցելեց Նապոլեոնի գերեզման, կանգնեց ասեց, բա եղբայր, ես ժողովուրդը տես ինչ ա դարել, ես ինչ քոց ես մեծացեք քո հետևից, ինչ երկիր է, եւ Պետենը կապիտուլյանտ, որ հետո Իրան ինքը որակպես կոլաբորանտ եւ դրանից հետո կոլաբորանտ բառը մտավ շրջանառության մեջ, հենց սրանից հետո։ Ինքը ինչ ասում է քարոզեք բոլոր տեղերում, որ այ վերջապես գերմանացիների ֆաշիստների գրավումից հետո մենք դարձանք ինքնիշխան։ Նույն խոսույթը չի։ Այս կոլաբորանտի խոսույթը չի, որ մենք տալանք երեխեքին սպանեցինք, տարածքները հանձնել ենք, Արցախը դատարկել ենք, որ դառնանք ինքնիշխան, Հայաստանը երբեք այսքան ինքնիշխան չի եղել։ Ու մի անասունների հոտ ծափատարել է դա։ Կներեք չդիմացա։ Սենց անասունությանը ծափ տալու համար պետքա տենց է լինել։ Ուրիշ բառ ստեղ մտքիս չի գալիս։ Թող ներեն ինձ իրական անասունները։ Դրանց հետ համեմատելու համար։ Հիմա լսենք շարունակությունը։ Վերջապես ստացավ իր ինքնիշխանությունը այն պարագայում, երբ որ Վերմախտի զինվորները պլանաչափ մարշեր են կազմակերպում Շանզելիզեի վրա եւ դեռ սկզբում իրենց քաղաքավարի են պահում, տրիումֆալ արկայի առաջ դեռ եւս օրգիաներ չեն անում, բայց դրա ժամանակը կգա, բայց պարզվում է, որ այն ժամանակ, որ քո հողում գտնվում են օտարերկրյա զինվորներ, դու այդ ժամանակ առավելագույնս ինքնիշխան ես եւ ունես Պետենի նման փրկիչ։ Բնականաբար այդ կոգնիտիվ դիսոնանսը երկար չէր կարող տիրել, մանավանդ որ գերմանացիները, որ սկզբում իրենց պահում էին բավականաչափամեստ եւ զուսպ, քանի գնացին, սկսեցին այլանդակվել, օրինակ նրանք պահանջում էին, որ իրենց տեղավորեն լավագույն հյուրանոցներում, բայց քանի որ կոնտինգենտը գնալով շատանում էր, այդ հյուրանոցներում էլ տեղ չէր հերիքում։ Եվ երբ որ ասացին, որ գիտեք հյուրանոցներում տեղ չի հերիքում, ասացին դուրս եկեք ձեր տներից, դուք պետք է հաշտվեք նրա հետ, որ մենք հաղթանակած ենք, եւ այդ հաղթանակով հանդերձ մենք եկել ենք, որ սահմանենք մեր կանոնները։ Նիկոլա Տրողներ, պատրաստեք ձեր տները։ Պատրաստեք, որովհետեւ այտենց է լինելու։ Այտենց է լինելու, եթե մենք թողենք, որ դա իրականանա։ Որտեղ դուք ամեն ինչ արել եք, Նիկոլ Փաշինյանն ասում է, ինձ դրա համար, որ ես դա իրականացնեմ, 720 քանի հազար գլուխ մանդատ ատավել ինձ, որ դա իրականացնեմ։ Հա, ու սա իր երազանքն է, սա իրականացնելու է։ Որ դուք երբեք էլ չուրախանաք, որ Թուրք եք հաղթել։ Դուք նեղվեք, որ դուք Թուրքին հաղթել եք։ Որ դուք էլ երբևէ Արարատի կողմ չնայեք, երբևէ ձեզ հայ չհամարեք, որը նեղվեք, որ ձեր մոտ հայասիրությունից են խոսում, հայրենասիրությունից են խոսում։ Այդ տախմաններն են, էլի, որ ստիպել են Անուշին այս ամեն ինչը խորփրել եւ նել այդ նույնականացման եզրերը 40 թվական, 2026 թվական նույն լոզունգները, նույն լեքսիկոնը, նույնը։ Ի վերջո, դեժավյու, ի վերջո դուրս եկեք ձեր կրթական հիմնարկներից եւ կրթական հիմնարկները սարքեք հյուրանոցներ։ Ինչ է դա հիշեցնում։
Ախր գիտեք ինչն է հետաքրքիր, որ Ֆրանսիայի բանակը 44-ով չդիմացավ, 5 օր դիմացավ ընդամենը։ Եվ դրանով Ֆրանսիայի բանակը 44-ով չի կռվել, 5 օր։ Թիվը հիշելով է ասում, ասում 5 օր։ հանդերձ ֆրանսիացիները շատ իրենց ճշված, ապատիկ էին զգում, մանավանդ Պետենը ասում էր, որ Հիտլերը շատ կիրթ է։ Չէ, այդ ուրիշ տեղ են ասում։ Չէր ասում, որ Հիտլերը կիրթ էր, ասում էր, որ Հիտլերը ինչպես գերմանական նացիայի գերագույն ներկայացուցիչ ֆանտաստիկ պրագմատիկ է եւ արիական պրագմատիզմը եւ նոր տերերը Եվրոպայի պահանջում են, որ ֆրանսիացիք սովորեն նույն պրագմատիզմը։ Չի ձեզ հիշացնել Նիկոլի առաջի խոսքերը Ալիևի մասին։ Որ շատ բադեկիրթ, նորմալ անձնավորություն է, շատ։ Միանգամից կերպարանը փոխում է, ով է Թուրք Ալիևը, որի հրամանով գլխատվում են հայ զինվորները, խաղաղ բնակիչները, Նիկոլը շատ կիրթ, բադեկիրթ։ Մեկը մեկին։ Եվ կարողանալ մաքսիմալ համակերպեն այդ պայմաններին։ Դե իհարկե ոչ բոլորն էին համակերպվում այդ պայմաններին, այդ պայմաններին նախ եւ առաջ չէին համակերպվում ովքեր, ժողովուրդ առաջի հերթին դրան չէին համակերպվում ուսանողները եւ ուսանողները 40 թվականին մանավանդ երբ որ Վերմախտը Ինչի մասի ուսանողները, որտեղ ֆրանսիական բոլոր հեղափոխությունները, բոլոր բախումները, բոլոր ինչ կոնֆլիկտ դուրս եկել, առաջին ուսանողներն են եղել։ Դե ոչ միայն Ֆրանսիայում, աշխարհում է այտենց ընդհանրապես պրակտիկան, բայց առավել եւս ազատամիտ Ֆրանսիայում բոլոր հեղափոխությունները, բոլոր ազատամիտ գաղափարները դուրս եկել Ֆրանսիայում ուսանողության մեջից։ Իրենց կրթական կենտրոններից հարկել հյուրանոցներ, բայց որտեղ է դա եղել, էլի ես չգիտեմ, կարող է սխալվում եմ, կարող ուրիշ տեղ եմ հանդիպել, բայց նրանք դուրս եկան դեմոնստրացիա եւ այդ դեմոնստրացիան դաշնակցաբար ճշվեց ոչ թե գերմանական, այլ ֆրանկո-գերմանական համատեղ ակցիայի հետևանքով։ Այսինքն իմացեք, որ վաղը միսօր մի բան եղավ Հայաստանում, դա չի ճնշելու ադրբեջանական զինուժը, դա ճիշտ ճնշելու է Նիկոլա ադրբեջանական զինուժը։ Այսինքն ինչ որ Հայաստանում մենք արդեն ունենք։ Հայաստանում ինչ որ ունենք, դա Նիկոլա ադրբեջանական զինված ուժերն է, ճիշտ հայկական դեռ հայկական համազգեստով, բայց դա Նիկոլա ադրբեջանական բանը զինուժն է։ Այսօր ցերեկվա եթերի մեկի ժամանակ, ուղի եթերի ժամանակ ինձ լսողներից մեկն ասաց, որ հարցադեմ է ոստիկանին, թե ինչի է այս վիճակը, ասել է, որովհետև մեր մոտ արդեն դեմոկրատիա է, դուք պատկերացնում եք, Նիկոլա ադրբեջանական ուժի ներկայացուցիչը, որը ապահովում է իշխանության զավթում, բառացի, որը կարող է զոհված զինվորի մորը մազերից բռնելով քաշ տա, որը կարող է նռնակ նետի ուսանման ցուցարարի վրա, ինքը խոսում է Հայաստանում ժողովրդավարության մասին։ Այսինքն իրենք իշխանությունը զավթել են, զավթում են ժողովրդավարության անվան տակ։ Դե ասում եմ, մենք արդեն ունենք այդ Նիկոլա ադրբեջանական զինված ուժերը, արդեն կա։ Շնորհակալություն, ասենք։ Եվ հրահանգ տրվեց կատարել մեծ գաղափարական զտում։ Եվ գաղափարական զտման զոհը առաջին ընկան ովքեր քաղաքական գործիչները, բոլորին, ովքեր արտահայտել էին, որտեղ եմ լսել այդ բառերը, պսևդո-հայրենասիրական գաղափար։ Էն էլ Ֆրանսիան է, էն էլ Ֆրանսիան որ ինչ ասեմ, պատերազմների հեղափոխության նորարարության ու այդ ժողովրդին ասել դու պսևդո-հայրենասիր ես։ Ֆրանսիան, որ Ամերիկայի մեծ մասը ֆրանսիական էր։ Եթե մեկը չգիտի, Ամերիկան ստեղծվել նորմալ, այսքան բան է եղել, այսքան ափ է եղել, փոքրիկ, այս կողմը, արևելյան ափը, Վիրջինիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, այս կողմերները։ Մնացածը Լուիզիանայով, դա եղել է ֆրանսիական տարածքներ, ֆրանսիական, այսինքն ֆրանսիան գեշտերություն է եղել, ու իր այս բանի մեջ դու ով ես պսևդո-հայրենասիր է տալը, պսևդո Հետաքրքիր տերմինաբանություն է, չէ՞, ինչքան նման այսօրվա գաղափարներ, ոչ հայրենասիրական գաղափարներ, նրանց բոլորին տարան բանտեր։ Ժակ Մուլանը, ֆանտաստիկ ազգային քաղաքական հեռատես ինտելեկտուալ գործիչ, նրան բազմիցս բանտարկեցին, նրան աքսորեցին, իսկ 43 թվականին
դաժանաբար տանջանքների ենթարկեցին գեստապոյում եւ գիտեք ինչն էր հետաքրքիր, որ այն ինչ որ անհնար էր թվում 40 թվականին, 43 թվականին դարձավ այնքան հնարավոր, օրինակ 40 թվականի հрьяաները չէին պատկերացնում, որ իրենց տանելու են դրանսի եւ աքսորեն 40-ական թվականներին չէին պատկերացնում իրավաբանները, որ պրոֆրանսիական գործունեության համար նրանց տալու են պատերով էլի աքսորեն, էլի բանդարկեն, նրանք չէին պատկերացնում, որ 42 թվականին կամ 41 նույնիսկ, չէ 42 յուրաքանչյուր սպանված Վերմախտի զինվորի համար 100 հոգի գնդակահարվելու էր այդ նույն Դուսը Ֆրանսիայում, բայց դե այդ մարդիկ, ովքեր գնդակահարվում են, ուղղակի երևի նախկին էին, հա, ու չեն հասկանում որն է իրական հայրենասիրությունը, նրանք պսևդո հայրենասերներ էին։ Սպասենք երկրորդ մասին, չի ուշանում։ Ուղղակի ես այստեղ ավելացնեմ, որ այդ ամբողջ ընթացքում Դգոլը Լոնդոնում, Բրիտանիայում աղաչում էր, որ իրեն օգնեն, որ ինքը կարողանա դիմադրության շարժում սկսի Ֆրանսիայում։ Աղաչում էր, եւ նրանց չէին օգնում։ Եվ դիմադրության շարժում փոքրիկ ամեն դեպքում սկսեց Ֆրանսիայում, եւ ինչպես հիշում եք, դիմադրության շարժման ամենաակտիվ մասնակից եւ ղեկավարներից մեկն էր հենց Միսակ Մանուշյանը, ազգությամբ հայ իր կնոջ հետ։ Այո։ Որոնց համար հայրենասիրությունը դա պսևդո հայրենասիրություն չէր եւ իրանք գիտեն ինչա նշանակում հայրենիք, գիտեն ինչա նշանակում կորցնել հայրենիք եւ իրանք չէին կերել այդ կտերը, հա, որ այն ինչ որ հայրենասիրությունը դա պսևդո հայրենասիրությունը դա հնացած չուխաներ են, ինչպես մեզ են փորձում այսօր մատուցել դա։ Դա հետո եղավ, այն ինչ որ եղավ, արդեն ամեն ինչ գիտեք ու ամեն ինչ եկավ ընկավ իր տեղը։ Փաշինյան Նիկոլին ասեք, որ պատմությունը դա ընդհանրապես դասատու չի, դա վերակացու է, որ գլխին տալիս է այնքան ժամանակ ու կրկնվում է այնքան ժամանակ, քանի չի սովորել դասը, վերակացու։ Գանք Հայաստան այսօր, այսպես բան է եղել Հայաստանում, փրփուր պարտի, որի անուն դրել են, չգիտես ինչի, Վարդավառ, մեկ, չգիտես, ովքեր են այս աղջիկները, այս ինչ էրոտիկ շոու է, Պոսեյդոնի ներկայությամբ, ինչ կապ ունի ստեղ հունական աստվածները, ընդհանրապես հայկական ծիսակարգի հետ, սա ծիսակարգ է, սա կրոնական տոն չի, ու առավել ևս քրիստոնեական չի, սա էթնիկ հայկական ծիսակարգ է։ Հիմա կարող ես մարդիկ պատկերացնել սա հեթանոսական է, որտեղ իրանք երբ որ ասում ես էթնիկ հայկական, իրանք շատ բան չեն հասկանում։ Որ ասում ես հեթանոսական, ասում են, հա, հեթանոսական էտի վատ բան է ուրեմն։ Ոչ։ Սա էթնիկ զուտ հայկական, այսինքն մենակ հայերը չի ուզում են, էլի ժողովուրդներ կան ունեն, բայց սա ազգային էթնիկ տոն է, ծիսակարգ։ Եվ որոշել են, որ սա էլ ազգային չի, սա արդեն ապազգային է։ Այսինքն սրանք ամեն տեղ են մտնում։ Ընդ որում ես ցերեկվա եթե ժամանակ ասեցի, որ ստեղ երկու ծրագիր էր դրված եւ երկուսն էլ իրականացվեց։ Փողի մսխում, այս մի կապիկության վրա, ջրցանների վրա ծախսվել էր, ուշադիր լսեք, 200 միլիոն դրամ։ Ես մեկ օր համար, որ փափուր բզսնեին մարդկանց վրա։ Ջուրեր չէ։ Այսինքն վերջ։ Սրանք ինչի ձեռ են տալի, պղծում են, ու սա դեռ վերջը չի։ Ամեն տարի սա հայաստան հայրապետական թեմն է կազմակերպել այս միջոցառումները։ Իսկ բացվեց այսօր վիճակով այդ թեմի բոլոր երիտասարդական կենտրոնները, երիտասարդաց միությունները լուծարվել են։ Այս տիրադարի պատճառով։ Բա եկեղեցին քանդելը ո՞նց է սկսում, հենց դից։ Լսում եք Նիկոլ ընթողներ։ Լսում եք ընդհանրապես եկեղեցու դեմ արշավի դուսեկացներ։ Այն ինչ որ կատարվում է Հայաստանում, կատարվում է այն ինչ որ ինչի մասին որ տղեկը խոսացել են ԵԱԿ-ի դեմ, որ ոչ միայն կաթողիկոսը պետք է փոխվի, այլ կրոնը։ Բայց որպեսզի կրոնը փոխվի, կրոնը սկզբից պետք է
ալմատախիլ ազգի։ Նա պետք է ոչնչացվի։ Հետո որ տեղը ցանկացած բան հանգիստ մտնի։ Որովհետև այս մի հասարակություն ինքը կտրված է իր ալմատներից, իր էությունից, sense ալմատախիլ են արել, նա էշությամբ դառնում է պարարտանյութ ցանկացած ժողովրդի, ցանկացած գաղափարախոսության համար։ Նա արդեն դիմադրողականություն չունի։ Դա պարարտանյութ է, նա մսագունդ է, մսիգունդ։ Ամբովանդակ толпа, Джигарханьянна лав ասում, народ, который не помнит свою историю, превращается в толпу։ Ժողովուրդը ոչ չի ճանաչում իր պատմությունը, վերածվում է ամբողջ։ Սա է իրականացնում Փաշինյանը Նիկոլը բոլոր հնարավոր ձևերով։ Իհարկե ընթացքում նաև, ասենք, 2-3 միլիոնանոց միջոցառումը 200 միլիոնով ծախելու ձևով։ 2 միլիոն դրամ։ Պատկերացնում եք ինչ փող։ Չեն հիմա մեր դասագրքերը փոխում։ Ինչ են այս տեսակ նախարարներ նշանակում, ինչ են Մկրատով Հայաստան կտրթում, ինչ են Արարատ բան, դա մեզ մանկուրտ դարձնելու խնդիրն է։ Դա նույնպես հանձնարարական է։ Դարձրեք մանկուրտ, որ եկուք չասեն, ոնց թե բա մեր պատմությունն է, բա մեր Տիգրան մեծը, բա մեր Արարատը։ Դուք որ թուրքն էլ գա հանգիստ ասի, լավ արքոք է, բաբա, կեր այսօր խելոք աշխատի իմ համար։ Էսա, եթե չես ուզում, թող գնա Եվրոպա ապրի։ Այսինքն այս պահերը կա, բա Եվրոպանը չի ընդունելու։ Դուք տեսեք նույնիսկ Միացյալ Նահանգները միգրանտներին ինչ ասում։ Օրենքներ են ընդունում։ Քեզ կընդունի Եվրոպան ոչ թե որպես հայ, քաղաքը կրթական ինչ-որ բան կրող, այլ կընդունի որպես կոց աշխատող, աշխատուժ էժան։ Այդ ձևի կընդունի, ինչպես ուկրաինացիներն են ընդունում։ Կարող է եվրոպացիները չգիտեն, որ դրան ասում են պարարտանյութ։ Հայերը լավ պարարտանյութ են, որ երկիր գնացել է, շրջանցել են։ Ունես ծիլ են տվել, հենց աճ են տվել, որ քեփտ կա։ ուկրաինական ազգ գոյություն չունի, որ դա արևմտյան մի հատված էր ուկրաինացիների, որ տարածեցին ամբողջ Ուկրաինա ասացի վրա, որ դա վերացական անուն է, ինչպես եւ Ադրբեջանը դա բոլշևիկյան էքսպերիմենտի հետևանք է։ Այսինքն կամ Միջին Ասիայում եթե վերցնենք, բոլորը ամեն ինչ գիտեն։ Տեղ կա, որ այդ մարդիկ իրենց կարող է ապուշի տեղ դնել, ինչպես ասենք Վատիկանում, չէ՞։ Մի խոսքով։ Լսենք։ Ես որ ասում, գիտեք, ես կապակ եմ։ Ընտրությունը 2-3 ամիս հետո 10,000 դրամ ինչ է թոշակառուն, ինչ պետք է այդ 10,000 դրամով անի, հենց ընտրությունից առաջ ինչքան սոցիալական ծրագիր ունեն ակտիվացրեցին, ինչքան հələ ապահովագրություն են մտցրել, մի հատ կարաս ասես, այդ բժիշկը շանքթի ջուր է խմում։ Պոլիկլինիկայի բժիշկի հետ ծանոթ ունես, խոսացել ես։ Մեղք են այդ մարդիկ։ Ասի բժիշկ են, ասին բժիշկ իր կյանքով չի ապրում, հիվանդի կյանքով ապրում, հարց չկա։ Բայց այդ մարդկանց վիճակը տեսել եք։ Կամ լավ, իմ ծնողս էլա թոշակառու։ Ուզ բացում է հերթագրվի մի շաբաթ հետո ատալի, ախպեր հիմա եմ ես հիվանդ։ Մի շաբաթ հետո իմ շաբաթն է։ Ժողովուրդ, այդ ֆոնդը սպառվել է։ Այդ դեղերի, անվճար դեղերի ֆոնդը սպառվել է, դեռևս հունիս ամիսն է, տարվա կեսն է չի։ Հարց եմ տալիս, սեպտեմբեր-նոյեմբերին այդ նույն թոշակառուն, այդ անվճար դեղը, ինչի հրավերել են, դեղ չկա։ Գնա հենա, պожалуйста, 5,000 դրամ։ Արդեն 50% է։ Հեսա լսենք։ Բական դեպք է տեղի ունեցել անցած գիշեր Երևան քաղաքում Դավթաշենից դեպի Աշտարակի հաջողի գնալու ճանապարհին ամբողջությամբ 4 կեղևազրկված բարդին քամուց ընկել է փողոց ու մոպեդավարը հարվածել է ծառին, հենց գլխին ընկել ավելի ճիշտ ու տեղում մահացել է։ Նյութը առաջինը տեղադրում է Գագիկ Շամշյանը եւ գրում, որ ողբերգական դեպք է տեղի ունեցած հենց սենց, որից հետո ընդամենը կես ժամ, չգիտեմ, մի ժամ հետո Գագիկ Շամշյանը հայտնվում է տեղում եւ սկսում է արդարացնել Երևանի քաղաքապետարանի կանաչապատում հիմնարկին, որ իբր կանաչապատում հիմնարկը մի քանի անգամ փորձել է կտրել այդ 4 ծառը։ Հիշում եք, չէ՞, ես արդարացել եմ, ասում, անդրադարձել եմ եւ ասի, այս ծառը ինքները, այն ֆոնին, որ բոլոր առողջ ծառերը կտրել են, սա կամ դիտավորությունը, կամ հանցագործություն, ամեն դեպքում այս մահվան պատճառը Ավինյանն է, իրականաչափման բաժինը, մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր պարտավոր էին փտած ծառը կտրել, ոչ թե առողջ ծառերը։ Հիմա երևի էսի լսելուց հետո Գագոն վազել է մի հատ նույնիսկ տեղ, որ արդարացնի
Արա այդ մարդիկ մեղ չուներ, հենց լսեք։ Եվ էկոակտիվիստները պայքարել են դրա դեմ եւ չեն թողել։ Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները մի քանի անգամ փորձել են ծառը հեռացնել, ինչ որ քաղաքացիներ ընդվզել են, մեղադրել են Երևանի քաղաքապետարանին, թե ինչու եք եկել առողջ ծառը փորձում հեռացնել։ Հիմա Լսեցիք։ Սրանք եկել են։ Մի քանի քաղաքացի, այն էլ տրասի վրա դե քաղաքացի չել քայլում։ Չի քայլում դե քաղաքացին էլի։ Ասել են, ես ինչ եք անում, նրանք են ներվել թողել գնացել են։ Բայց Երևանի կենտրոնի բոլոր ծառերը կտրել են առանց խնդրի, որ մարդիկ կռիվ էին տալի, բայց ոստիկաններն էին նրանց վերահսկում, նրանք ասում մեկը չմոտենա։ Մի հատ ծառ չկարողանան փրկել։ Հիմա, ասել Շամշյան Գագոն եկել, հա, որ արդարացնի, որ խեղճ Բեգոյանը ինքը չպիտի գնա նստի Ավենյան Տիգրանի հետ։ Դրանք ինչ որ անկապ ակտիվիստներ են մեղավոր, որ չեն թողել ծառը կտրի։ Միջդեռ նույնպես եմ ասում։ Իրանք ամբողջ քաղաքի ամենաառողջ ծառերն են կտրել առանց որևէ մի խնդիր ունենալու։ Որտեղ էլ որ մեկը ասել է հարցատվե ինչ եք այս ամեն ինչ անում, ոստիկանները դե կանաս քո ինչ գործն է։ Գնա, թե չէ, էսա։ Մեքենան էնել կարմասը։ Տանում եք, բայց ստեղ Շամշյան Գագոն եկել է փրկի։ Հələ դու ես կարգի ես, Գագիկ Շամշյան։ Լուրջ ես ասում։ Դες առաջի դեպքն ես, բան չեմ ասում, բայց այս աստիճան ստորության դու ընդունակ ես։ այս մավան մեջ պատասխանատու են նաև հենց այդ անձիկ, ովքեր չեն թույլատրել ժամանակին Երևանի քաղաքապետարանը երբ ուզեցել է հեռացնել ծառը, եկել խոչընդոտել են նրանց աշխատանքից։ Այս տուֆտա բանի համար, այս հայտարարության համար ինչքան փող են տվել ես։ Որ երկրորդ անգամ գաց տվես մատ ռեպորտաժ անես։ Դե հասկացաք, որ էսի արդեն հոդված է։ Այդ հոդվածի համար էլ հələ պետք է ինքը ցուսմունք տա, չէ՞, բա Տիգրան Ամինյան ինչ խոտ է ուտում այդտեղ։ Նագին մանիպուլյացիա է, որի մասին մանրամասն ուզում եմ խոսեմ, որովհետև այդ ակտիվիստներից եմ համարում ես ինքս ինձ։ Ես այն մարդն եմ, ով տարբեր դեպքերում պայքարել եմ ծառերի հատման դեմ։ Եվ ես այն մարդն եմ, որ կարծում եմ ամենաշատ հայտն եմ բացել, որ անհրաժեշտ է կտրել 4 ծառերը։ Վերջինը կհիշեք Մեսնիկյանի Պողոտայի կենթանաբանական այգու բարդին, որը ընկնելու վտանգի տակ էր եւ տարիներ շարունակ ես խնդրում էի 2 տարի հետո հասա արդյունքի, օրերս այդ ծառը քաղաքապետարանը գնացել կտրել է 2 տարի, ես համոզել եմ, որ գնան կտրեն այդ ծառը։ Նոր-նորքում իմ բացած հայտերով կտրվել են 10-ից ավել վտանգավոր ծառեր, այսինքն կանաչապատումը չի տեսել այդ ծառը, ես active citizen-ով հայտ եմ բացել, ասում եմ ընկերներ, այս 4 ծառը եկեք կտրեք։ Որևէ դեպք չի եղել, որին ես մասնակից եմ եղել կամ չգիտեմ, թեկուզ լուրերով տեսել եմ, որ ինչ որ մարդ ասում է, «Օ, այս 4 ծառը մի կտրեք»։ Դա ամենաէժանագին մանիպուլյացիան է։ Միայն անցած տարի ըստ պաշտոնական լուրերի, ես պնդում եմ, որ դրանք նվազեցված են։ Երևանի քաղաքապետարանը 1600 հատից ավել ծառ է կտրել կանաչապատում հիմնարկը։ Լսենք Բեգոյանի։ Երևան քաղաքում հատվել է 1673 4 ծառ, որի փայտանյութի ծավալը կազմել է 770 մետր խորանարդ։ Հիմա ստացվում է 1670 ծառը կտրել է ոչ մի ակտիվիստ չի կարեցել դեմները առնի, հենց հետ մի հատ Դավթաշենի ծառը 2 անգամ մարդիկ sense դրուժբեքով գնացել են որ կտրեն 4 ծառը առանց որևէ մի տերև, բոլորը հավաքվել են գլուխներին, ասել են, տենց բան չանեք, այս մի ծառը մենք պետք է փրկենք։ Որևէ դեպք չի եղել բացառությամբ Կասկադի դիմացի հատվածի ծառերից, որ ակտիվիստները կարողանան հասնեն արդյունքի ծառ կտրողների դեմ, որովհետև քաղաքապետարանը այդ ծրագիրը նես փայլուն է իրականացնում։ Բոլոր ծառերը կտրել են հաշվի չառնելով որևէ դեպք։ Եվ կռիվ ա եղել, եւ քաշքշոց ա եղել, եւ գորգորոց ա եղել։ Ամեն ինչ տեսել եմ ես այդ ծառերի հատման process-ում, մասնակցել եմ, ուլնեցին որ կտրում էին նկար։ Խոսքով Շամշյան Գագոն, պաստորեն դու այդքան էժան տղա դուրս եկար։ Իսկ Բեգոյանն ու Ավենյանը պետք է դատվեն։ Դուք չեք կարա ինչ որ մեկի վրա սղացնեք, մենք գնացել էինք կտրելու, չեն թողել։ Մուսրնեն տանեիք հետներդ, մուսրնեն հետներդ ման եք տալիս։ Մի տանիր մեզ փորձության, այդ փրկիր մեզ չարից, քանզի քոնն է արքայությունը և զորությունը և փրկահայությանս, ամեն։ Չհանես խաչըտ, Հայաստան աշխատ։ Մեր խոսքով, Հանձանիկ ջան, ես հատուկ որոշեցի այսօր նորից անդրադառնամ քո աշխատանքին, որ դու սենց հետևողականորեն հայերին հիշացնում ես իրական Հայաստանի
իրական հայրենիքի մասշտաբների, չափերի մասին։ Ուզում եմ, որ դու իմանաս, որ ես հետևում եմ քո աշխատանքին եւ շատ բարձր եմ գնահատում քո աշխատանքը։ Եվ ովքեր նայում են, խնդրում եմ աջակցեք Անդրանիկին այս գործը ավելի մեծ մասշտաբների համար վրա իրականացնելու համար։ Իսկ հիմա լսենք Արաման Բրայմանին։ Վերջերս ես դիտեցի 2025 թվականին էկրան բարձրացած Նյուրնբերգ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերից մեկում Գյորինգի դերում հանդես է գալիս Ռասել Կրոուն։ Բնականաբար սփոյլ չեմ անի եւ չեմ պատմի այդ ֆիլմի սյուժեն, բովանդակությունը, եթե հնարավորություն ունենաք անպայման նայեք։ Մեջբերում կատարեմ միայն վերջում հնչող նախադասությունից։ Գլխավոր հերոսը ամերիկացի հոկեբույժը, որը շփվում էր Գյորինգի եւ մնացած ֆաշիստական բարագլուխների հետ, նա ասում է հետեւյալը. եթե դուք կարծում եք, որ ֆաշիզմը, նացիզմը գալիս է կամ գալու է մեր երկրում կամ որևէ այլ երկրում ինչ որ սարսափազդու համազգեստերով զինվորական, ապա դուք չարաչար սխալվում եք, դուք պարզապես շեղված եք։ Եվ իսկապես խնդիրը ոչ թե այդ չարագործներն են, որոնք հատուկ մարդիկ չեն, եւ Հաննա Արենթը իր հայտնի գրքում դա շատ լավ ներկայացնում է։ Խնդիրը մասսան է, զանգվածը, իներտ զանգվածը, որը ողջունում է ռեպրեսիաները, ողջունում է բռնությունը, ողջունում է տերորը, որը ռեժիմը իրականացնում է։ Եթե մենք խոսում ենք ֆաշիզմի մասին, ոչ թե որպես գաղափարախոսություն, որովհետև ժամանակակից Հայաստանում օրինակ որևէ գաղափարախոսություն չկա, բայց կա այն զանգվածը, որի մեջ չարագործները, որոնք կրկնեմ հատուկ մարդիկ չեն, կարողացել են սրսկել ատելությունը, նախանձը, անհանդուրժողականությունը եւ դրա միջոցով իշխում են, կարողանում են իշխել այդ զանգվածին։ Խնդիրը հետեւաբար ոչ թե չարագործներն են, այլ այդ զանգվածն է, գումարած մտավորականության ներկայացուցիչները, որոնք լռում են, որոնք հանդուրժում են եւ հարմարվում են։ Նրանց մեղքը շատ մեծ է։ Մյուսը մասին ցերեկը խոսացել եմ, ուզում եմ անպայման նորից խոսալ, որ սկսեմ հետևից երևի, հա, այդ մտավորականություն կոչվածի մասին։ Այն մտավորականները, որոնք ճակերտավոր մտավորական են ես ասում, լավ, այն մարդիկ, որոնք խոսալու ամբիցիա ունեն եւ մտածում են իրանք ձայնի իրավունք ունեն, այս ամբողջ ընթացքում լրած մարդիկ, ես ես տեղեկացնում, դուք խոսալու իրավունք չունեք։ Հենց դե ես ասում, տեղեկացնում եմ ձեզ, դուք խոսալու իրավունք չունեք։ Աստեղին ասված խոսքն է արժեք ունենում։ Տեղեկը վաղուց անցել է։ Այն ժամանակ, որ ձեր խոսքի կարիքը կար, դուք չկայիք։ Վերջ։ Եվ մյուս կողմից կամ հարցին նայեմ, այն ագրեսիան, որ հիմա Հայաստանում կա, ատելությունը, որ ես ցույց եմ տալի, չէ՞, մարդը բողոքում է, ասում է, տաղանդավոր մրցույթի մասնակցած երեխես չի կարողանում ընդունի քոլեջ, որովհետև այս համակարգը թույլ չի տալի, որ ես apply անեմ, դիմեմ դրա համար, ու նոր idea չեն կարողանում տալ ինձ, ասում են գնա նոյեմբերին կգաս, ես ինչ եք անում մեր երեխեքի հետ, այդ մարդուն մի հատ այդպես մի անասուն տակը գրում է փնթից։ Այ փնթի։ Այս այդ մասան է, էլի։ Այս մասայի աճելու համար եւ սրանց խոսքի իրավունք վերապահման համար եւ սրանց ասենց տարածման համար դուք եք պատասխանատու, ոչ թե իրանք են ակտիվ, դուք եք լուր։ Սելուններ չդաստիարակելու գործը ձերն էր, պատասխանատվությունը ձերն էր։ Այնպես որ հարգելի ընկերներ, հարգելի գոլեգաներ, նախկին, դուք չեք կարող ես գոլեգաներ լինել։ Այո։ Ինչ որ գործիքի վրա նվագել է, ինչ որ մասնագիտություն ունենալը, դա դեռ ոչ մի բան չի նշանակում, որտեղ ամենամեծ մասնագիտությունը դա մարդ լինելը։ Դա մեր մկրտչյանն ասում դեռ։ Մարդ լինելն ամենաբարդ մասնագիտությունը կյանքում։ Եթե արվեստը չի նպաստում մարդու մարդ դառնալու, մարդ մնալուն,
նշանակում է արվեստ չի, արհեստել չի։ Արհեստնել կարա դա նպաստի։ Այնպես որ հիմա գանք են մյուսներին, այդ ատելություն սերմանողներին, տարածողներին, այդ մանկուրտներին։ Գիտեք, որ ֆաշիզմի առաջի զոհերը գնում են հենց առաջի զոհերը հենց այդ գաղափարախոսությունը կրողն ու տարածողներն են։ Սերունդ է սերունդ։ Այնպես որ ագելի ատելություն տարածողներ բոլոր տեղերում, բոլոր ձևերի։ Դուք ձեր շուրջը ցանում եք թույն, որի առաջի սպառողը լինելու են ձեր երեխեքը։ Որտեղ իդեմս ձեր օրինակի վրա առաջի թույնամոլները հենց ձեր մտերիմներն են, հասկանում եք։ Ես որ մի բան եմ անում, միջև դա կհասնի ինչ-որ միտեղ առաջի սպառողը լավ թե վատ, դա իմ ընտանիքն է։ Տեսնում եմ իմ կինը, լսում եմ իմ երեխեքը, եւ դրա առաջի սպառողը իրանք են։ Լավը լավն է սպառում, վատն է վատն է սպառում։ Պարզա այդ թույնը, որ դուք շաղ եք տալի, միջև կհասնի Պողոսին, առաջինը սպառում է ձեր ամենաներ շրջապատը։ Ես ասեմ, իմացեք, չնայած մեկը ձեր ուղեղին դա չի հասնում, բայց իմացեք, որ դից է։ Հիմա գնանք առաջ։ Նեսօր դուք դեռ երկար պատասխան եք տալու։ Աստծո առաջ։ Նա լսենք սա։ Ողջույն կանաչ Ստեփանավանից։ Մի քանի օր տեղեկանում ենք, որ Ստեփանավանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա Արմանի Սուրասար ուղությամբ նորից քննարկում են հանք բացել Հայաստանի ամենամաքուր կանաչ մնացած վայրերից մեկում, որտեղ մեկը ես ու իմ նման 40-ից ավել մարդիկ վերջի տարիներին տեղափոխվել են ապրելու ու այսպես հպարտանում ենք, որ մեր երեխեքը մեծանալու են առողջ սնունդով, առողջ օդով, բայց սենց քաղաքի տնտեսական ներուժը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսությամբ եւ տուրիստական պոտենցիալով։ Հիմա այստեղ կարծում եմ պետք է մեր դիրքորոշումը ու ես հրավիրում եմ մեր քաղաքացիների, մեր արշավականների, մեր համայնքների, մեմցիների, ես ձեր վրա շատ եմ հույս դնում, ուշադրությունը առ այն, որ եթե այս ուղղությամբ գնաց հանքարդյունաբերությունը քաղաքին այսքան մոտ այստեղ ստեղծվեց, սա ուղիղ հարված է լինելու մեր պլաններին, մեր երազանքներին, տուրիստական բիզնեսին, արգելի ձեռնարկատերեր եւ պոտենցիալ։ Մի խոսքով, ու ամենաշատը գիտեք ինչի վրա զարմացա, որ ես տեսանյութը տարածել էր մեկը, որ դիկուլ էր քարոզի։ Ուզում ասեմ, դուք կտացած չեք։ Ձեր մոտ կարող է դիսբալանսը։ Դուք կարող եք կոգնիտիվ խախտումներ ունեք։ Այսինքն չգիտեիք դուք ում եք ընտրում։ Այսինքն դուք մտածում եք, որ ներին բերեցիք իշխանության, հա։ Այս ամեն ինչը չէր լինելու։ Լուրջ դուք էլ այնքան հանցագործ եք, ինչքան Նիկոլ Փաշինյանը, ինչքան այս որոշումներ կայացնողները։ Բոլոր նրանք, ովքեր քարոզել են, քվյարկել են, աջակցել են Փաշինյան Նիկոլին, default այսենց, по умолчанию, բոլորը հանցագործ եք։ Նաև այս հանցագործությունների մեջ, նաև ապագա բոլոր հանցագործությունների մեջ։ Դուք ո՞ւս կարող եք բողոքել մի բանից, որ դուք եք ստեղծում։ Դուք սկսականից կտացած չեք։ Սա թքած ունի ձեր Ստեփանավանի վրա է։ Երեք էլ թեղուտն է ինչ է ծախում։ Թեղուտի վրա է։ Իսկ թեղուտը դա լորն է։ Ամեն ինչի վրա է ստականքը թքած ունի, երկրի էլ, էկոլոգիայի էլ, դու ձեր վրա էլ մեկա։ Վերջին հաշվով իր աջակիցների, չաջակիցների։ Իրան այդ փողն է պետք, մեկ էլ իշխանությունը։ Ինչքան երկար, ինչքան շատ, այնքան լավ։ Դուք ո՞ս կարող եք մի ձեռով աջակցել, մյուս կողմից նեղվել է ծրագրերը իրականացնելու համար։ Տեսա, չէ, դա գիտեք ինչ, դուք էլ զարմանալով եք խոսում։ Այս մասը բռնելա բոլորը հիմա, ինչքան հայեր կան։ Որ մի հայը փորձի ինչ-որ հայի համար մի բան, ինքը ձերբակալ, դուք մի մտածեք, որ ինքը բաց է։ Ինքը այս մարդը, ես երեք միտեղ մի խոսակցության ժամանակ ասացի, ինքը թշնամի է։ Այս մարդը թշնամաբար նստած ինքը եկել է Հայաստանը քանդելու համար։ Սարուկյանին էլ կբռնի, վաղը ինձ կարող է բռնի, մյուս օրը գա մտնի ձեր տները։ Հասկանում եք։ Ասում եմ, ես չեմ տեսել այդ տեսանյութը։ Ինքը ընդհանրապես ոչ մի բան, հասկանում եք, դուք ում եք գործում, դուք գործում եք ստախոսի հետ, թշնամու հետ։ Հիմա Տիպուկա չէ, ոչ քաղաքական գործիչ է, ոչ ակտիվ, ոչ
Պարզ հայ մարդ է։ Խոսքը դիպուկ եւ ճիշտ։ Գանում եք, այս ընտրությունները իր համար կյանքի մահվան եւ կյանքի կռիվ է։ Ինքը հասկանում է, եթե հանգրց ինքը չընտրվի, կարգին ընտրություններ լինի, ասենք օպոզիցիայից անցնեն, թեկուզ ինքը ձերբակալվելու է, հասկանում եք։ Եվ դրա համար ինքը գնաց ամեն դավադրանքի, հիմա իր համար Ծառուկյանն է, իր համար ես եմ, դուք եք, հասկանում եք։ Այս մարդը, որ լսում է հայ, ինքը ցնտաբանվում է, ինքը արդեն ինքը իր համար հայը դա ճշնամի է վեր։ Ասենք ինչ որ թուրքերն ուզում են անեն 100 տարի մեծ է։ Մերը չէին կարող արա թուրքերը։ Մենք իրանց կոնկուրս իրանց բկին կայնած ենք, իրանք գալիս մերից ոնց են խոսում։ Վայ ցեղասպանություն, արեք բարի շենք, արեք։ Հիմա տեսեք մերից ոնց են խոսում։ Որտեղ իրանց տղին դրել, իրանց տղին ինչ ուզում անում է։ Էլ իրանք խիպտի մեր կռիվան են, պատերազմ անեն։ Ես մի բան էլ ասեմ, եղբայր։ Ինքը դեռ հələ թուրքը կզելու է, կռանալու է։ Այսօր մի տեղ հավաքի մի գերկան, որը Բաքվում էր մեծացել։ Պատմում են, ասում են, մենք որ հայերով քայլում էինք, իսկ իրանք գիտեն, որ հայա դիմացին են։ Ասում են, իրենք իջնում էին մայթից, որ գիտեն հայա գալի։ Իրանք չեն կանգնում կոդել։ Բաքվում մենք քայլում ենք, ասում են, որ ընթացքել է, այդ փոխքի են կանգնում, որ մենք անցնենք իրենք հասկանում են համեմատության մեջ։ Իրենք պետք է զիջը։ Դա տենց է եղել Բաքվում։ Ուղղակի այս 20 տարվա մեջ Ալիևը կարողացավ սրանց գլուխը լցնել, որ դուք սև ու սպիտակ ոչխարներից չեք, դուք այս ամեն ինչը ձեր հայերը ձեզանից գողացել է։ Իսկ Հայաստանում գնաց հակառակ քարոզը։ Դե լավ է, ինչ ազգային, դե լավ է, իսկ հիմա հակառակը, ազգայինը քեզ թշնամին է։ Հայրենասիրությունը դա պսևդո հայրենասիրությունը դա վտանգավոր է, դա պատերազմի խոսույթ է։ Այս ամենը ֆրավի է։ Գիտեք ինչի։ Որտեղ իրանց քարոզը արհեստական է, դա ոչ մի չի տալու խորքային իմաստով, որտեղ իրանց մեծերը հիշում են հայերենով։ Իսկ մեր մոտ դա մեջ ինքան խոսքերն է, որ ոչ մի ճիվաղի ձեռը չի հասնելու դից քաղի հանի, չի հասնելու։ Մենք էլ ամեն ինչ անել ենք դա չթողելու։ Որովհետև ամեն դեպքում այս փաստը կա, այս վերջի տեսանյութը նայեք։ Satosian, I am Armenian, and in the early 1920s in New York, I created a machine that makes ice cream cones automatically. My name is Gabriel Kazanchian, and I created the first electric hairdryer in 19... New York-ում ստեղծել է կոն վաֆլիները, որոնք մեքենան ասարկում։ Իսկ մեր ընկերը ստեղծել է առաջի ֆեն։ My name is Artashis Hekanyan, and I am the inventor of the Flexoplastic straw, the first plastic Coca-Cola bottle, and I... Եվ Coca-Cola շշի եւ այդ խմելու այդ պլաստիկ սորը, այդ պլաստիկ այդ խողովակների է, որ բաներ խա։ Իր ստեղծարարը created the specialized plastic containers for food storage. Նաև այս պլաստիկ կանտերները։ The sun protected blue strip on automobile windshields. My name is Ignacy Lukasiewicz, I am Armenian, and I am the creator of the kerosene lamp. 1853 թվականին կերոսին լամպի ստեղծողը մեր հայրենակից է։ In 1853 in Poland. We are Sarkis and Rose Colombosian, Armenian Americans. In 1929, we founded Colombo Yogurt in Massachusetts. 1925 թվականին Colombo Yogurt-ի հիմնադիրները Massachusetts-ում եւ ամբողջ Ամերիկան սկսեց ուտել yogurt. Brought traditional Armenian yogurt, Madzun, to America and turned it into a nationwide product. I am just Հեղինակն է ստեղծող մեզ ամեն ինչի շնորհակալություն Հարազատ ջան այս աշխատանքի համար։ Ինչ եմ ասում։ Շնորհ ջան։ Այս ամեն ինչը մենք ենք։ Մենք, սա հապարտանալու, սա դատարկ հպարտություն չի, սա պատասխանատվություն է։ Եվ այսքան ստեղծած ազգը չի կարող այսօր հանդուրժել այս ճիվաղին։ Ամեն օր ես էսա պետք է հիշացնեմ սրա մասին։ Հասկանում եք դուք սա եք, մեկ էլ նա։ Հիշացնեմ սմ, առյուծը շակալ չի դառնում, ժողովուրդ։ Չի կարա առյուծը շակալ դառնա, ընդամենը հիշեք առավոտ, որ դուք արթնանում եք, որ դուք առյուծ եք, առյուծի ձակ, և ձեր երեխաներն էլ առյուծի ձակեր են, դուք չեք կարող շակալ լինեք, և ձեր ամբողջ միջավայրը կփոխվի, մենակ այդ գիտակցությունից, որ դուք առյուծ եք, շակալ չեք կարող, շակալը դա, այն ցեղնա, որ ասում ես, ես այդքան էլ շակալ չեմ, ես գայլ եմ, բայց դու մեկը առյուծ չես, ես եմ առյուծը, դու շակալ ես, դա քո ամբողջ պատմությունն է շակալի պատմություն։
Չմոռանաք սա մասին։ Իսկ այսօրվա մալ այսքան բանից